Բարի լույս է սիրելի բարեբաշտ հայորդիկ, այսօր ցեզ հետ կուզեմ բաժնել հովական կյանքես նաև քաղված փորձառությունը, որը վերնակրած եմ ձերունիները։ Պատմությունը քրի առնել առաջ նախապան եմ ընդրած լուսավորիչ Հայրաբեդեն հետևյալ խոսքը. ամենուր հոգևորապես անխապան կատարել աղոթքի ծառայությունը, թե տանը նստած, թե ճանապարհ գնալիս, թե աշխատելիս, թե ննչելիս և թե արթնանալիս։ Գործնականորեն աղոթքի ծառայությունը հավատքի կյանքը դրսևորո լավագույն արտահայտությունն է։ Լուսավորչի այս հորդորը հոգևորականներուց կյանքին հետ հարազատորեն կառնչվի, քանզի հոգևորականը որպես ծառա Քրիստոսի ամբողջ օրը գաբրի իր զավակներուն առօրյայով, գրեթե ամեն վայրկյան չսպասված մեկ պահին հովիվը կգանչվի այս կամ այն բարդականության։ Հոգևորականի կյանքը լեցուն է տեսակ փորձություններով, որպես սպասավոր Քրիստոսի եկեղեցու անձնական իմ կյանքի փորձառությամբ կուզեմ ասել, թե հաճախ ունեցած եմ կյանքի երջանիկ հոգևոր եւ հոգեգան բահեր ու բացառիկ ապրումներ կատարելով աղոթքի իմ ծառայությունը։ Նման փորձառություն ունեցա դարիներ առաջ, երբ հովական պաշտոնով կծառայի Թորոնտոյի մեջ, սովորական օրմն էր, ու գայցելեի դարեցներու հատուկ տունը, ուր կգտնվեին նաև քանի հայ դարեցներ, ծերունիներ։ Կեսօրվա մոդը լալուն քիչ մուշացումով կգտնեմ իմիններս, որոնք ճաշարան էին առաջնորդված, սովորականին պես ողջունելով կմոտենամ անոցմեմեգուն, որում մինչ այդ հերույեն նկատելով զգացի, որ ուրախ տրամադրության մեջ կգտնվեր իր զրուցակից ընկերոջ հետ։ Երբ ավելի կմոտենամ ու մտիկ կնեմ անոնց խոսակցությունը, կանդրադառնամ, որ երկուքն ալ կխոսեին իրենց քիծած լեզվով եւ հոգ չէ թե իրար չէին հասկնար, բայց ինչպես մերինը հասկացուց ինձի, այն ալ դաջգերենով բացատրելով, որ սրդերու զրույց մգունենան։ Երկուքն ալ անչափ ուրախ էին, թե ինչու համար պատճառները միայն գրնամ ենթադրել, բայց զիս մխիթարող այն էր, թե թեկուզ եւ լեզուները հասկանալու իրար կմնային անհաղորդ, բայց կարծեք Աստված անոնց սրտերը կխոսեցներ։ Այս պատկերին առջև ես կտա նոր փորձառությունը, չէ որ ես ալիմ հերթին այցելությամբ կուզեի ուրախացնել ձերունիմը, կուզեի ամբողջ սրտովս կատարել աղոթքի ծառայությունը եւ փառք Գուդամաստուզո այն քեղեցիկ ու գենթանի դեսարանին համար, որում մեջ ես կդա իմ վարձատրությունը։ Դարեցներուն քովեն հերացա քո սրդով եւ այն զգացումով ու հաստատ համոզումով, որ Աստված ինքն իր օրհնությունը կփաշխե բոլորիս անխդիր 1001 ցևերով։